Սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ։ Շաբաթօրե տանից դուրս եմ եկել, խանութներ եմ գնում եւ վերջապես գնում եմ հեռախոսից հարցերը լուծելու, ավելի ճիշտ ինտերնետից հարցերը լուծելու, գնամ տեսնեմ, թե որ սերվիսից եմ օգտվելու, գնում եմ հիմա Օրանժ, ճշտեմ եւ այդպես պատտվենք խանութներով։ Վերջապես ազատվեցի Ժողովուրդ ջան, երկուշաբթի օրվանից արդեն Օրանժի հաճախորդ կդառնամ, անձրև էլ սկսեց գալը, հիմա դուրս գամ, գնամ խանութներ, որ անցեն վիտակեր չգնեմ։ Մանգո խանութի հանդերձանում եմ, փորձեցի երկու շալվար էի վերցրել, ջինսերեն, շագանակագույն, բայց կոշտ էր մի տեսակ, հոգնեցի ճիշտն ասած, հիմա անցնենք սրա, տեսնենք երկրորդ հարկի սրահում ինչեր կան, շատ սիրուն զգեստ էր, գինը 60 եվրո, անցնենք առաջ, տեսնենք ինչ կա, երկրորդ հարկ եմ բարձրացել, առաջին հարկում տղամարդու և կանանց բաժին է, երկրորդում կանանց և երեխաների, ամառային այս սիրուն շորիկն է, հիմա դնեմ սա մյուս կողմ, դեմի գեղեցիկ էլի շորը տեսնենք ամառային, բայց ավելի լավ ձիգ կտորից էր այս առաջին շորը, տեսեք շղթան է կողքից է և արդեն գիտեք, որ այս գարոշկաներովը մոդա է, 40 եվրո, մյուսի գինը 60 եվրո է սա, քանի որ այսպիսի բաներ են դրած, բայց ինձ առաջինը դուր եկավ, ահա սա, նա կարծես թե ներքնաշոր լիներ, այստեղ էլ մանկական բաժինն է, եթե կհետաքրքրի, ես հետո կմտնեմ և առանձին ցույց կտամ ինչ կա մանգոյում երեխաների համար, դուք կգրեք մեկնաբանությունում, ես կկարդամ, այստեղ էլ էլի շորեր էին, բայց շատ սիրուն պայուսակներ էին, շատ սիրուն, դուրս եկան և արդեն ամառային նման բաներ, տեսնենք հələ մոտիկից, եթե հնարավոր է գինը, 40 եվրո, և այս պայուսակի ձևը շատ դուրս եկավ, շորից այսպես ոնց որ մեջը լցնես փակես, գինը բայց չկարողացա գտնել, չի երևում, չէ, չտեսա գինը, բայց չէ, փնտրեցի, չգտա, թե հիմա որ կողմներ, տարբեր գույներով, հիմնականում այսպես է, շատ սիրուն է, ինձ թվում է դուք էլ կհավանեք, ահա այսպես ձգվում է և փակվում է, շատ հետաքրքիր բան է էլի, ամառային, որ քիչ բան դնես, չէ, շատ սիրուն էին, ահա մյուսներն էլ, և այստեղ հետաքրքրեց հովհարը, տեսեք ինչ հետաքրքիր հովհարներ կան, 16 եվրո, ես հովհար ունեմ, բայց չեմ օգտագործում, Հայաստանում շատ էի օգտագործում, եկանք այս կողմը, այստեղ էլ արդեն զեղչված այս զգեստներն էին, իդեպ այս մոդելները ինձ դուր են գալիս, սա շատ բարակ էր, մի ուրիշ ձևի կտոր էր, այդքան էլ դուրս չեկավ, սինթետիկը շատ էր, նման ուրեմն ամառային մայկաներ, 9 եվրո զեղչված, տարբեր գույներով և այդ զգեստի սևը, 23 եվրո, չգիտեմ, այս մոդելը ինձ դուր եկավ, ահա Ժողովուրդ ջան, դուրս եկա, մի քանի խանութներ մտա, այդպես բան չտեսա, հարմար էլ չէր, հեռվում աղջիկները աղջիշնիկ են անում, ձայներ հանում, գոռում, ճչում, անձրևը կտրվել է և արդեն մենք գտնվում ենք Լիլ քաղաքի կենտրոնական հրապարակում, դիմացը թատրոնի շենքն է և հայտնի նման շենքեր են, հաղթանակի կոթողն է այդ կինը և սա էլ Բուխսի հանրահայտ շենքն է։ Ջան արդեն տուն եկա, լիքը նորություններով եկա, նախ իրոք հոգիս ազատեցի այդ SFR-ից,
2 տարի առանց ինձ ասելու իմ համաձայնության, իրանք ինձ պարտավորեցնող, հայերենով այսպես է, կոնտրա են կնքել։ Դրա համար չէի կարողանում դուրս գալ։ Վերջապես ես արդեն 2 շաբթի օրը կստանամ մեսաժ հեռախոսից ու այստեղ այդ փոքրիկ քարտը կդնեմ արդեն իմ հեռախոսի մեջ, կդառնամ օրանժի բաժանորդ, վերջապես։ Եվ ամիսը 15 եվրո արդեն վճար կգնա։ Էս մի լավ լուրը։ Գրոս լավ լուրը։ Մեր հարևանը եկավ իր ծաղիկները տարավ, արդեն եկել էր Ալժիրից և մեզ համար բերել էր Ալժիրի այս խուրմաները։ Դեռ չենք համ տեսել, մոտիկից էսա կնկարեմ կնայեք, դե մոտիկից տեսեք ալժիրական խուրման, ահա, այս անգամ այս փաթեթավորումով էր։ Եկա Կարպորից էլ ես իսպանական նման տիպի դեղցեից վերցրեցի, մեջը 6 հատ է և 2 եվրո էր, իսկ կիլոգրամով դեղց է ուզում վերցնեի, Տամարիսի մոտ Կարֆուր կա, այնտեղ մտա, որ դե իմ ճանապարհին է, կիլոգրամով դեղց վերցնեմ, փաստորեն 5 ու քանիս էր, 6 եվրո էր կիլոգրամը, իսկ նույն դեղցը 4 ու քանիս այս մյուս կողմի Կարֆուրում էր, այնտեղից սա վերցրեցի, այսինքն նաև արձակար, այսինքն շատ բաներ նկատել եմ, որ մեկ-մեկ այնտեղ էի մտնում գնում անում, ինձ թվում էր, թե թանկ է, բայց համոզված չէի, հիմա ինչ բաներ որ նայեցի եք ապտեղ տեսա, որ իրոք թանկ էր, էդ արդեն տուն շենք մտնելուց բացում եմ մեր փոստը և արդեն նորից փոստում իմ անվան տակ, ուրեմն այս ծանրոցն է, ծանրոցը բացում եմ ժողովուրդ ջան և տեսնում եմ, որ չնայած բացված է եղել, հիմա ով ինձ ուղարկել է, Արմանուշն է ուղարկել, հիշում եք, որ ինձ օղեր էր ուղարկել, հիմա օղերներ ցույց կտամ, կհիշեք, ուղարկել է հիմա օղերի մատանին, պատկերացնում եք, ես սիրում մատանին, լավ է, որ մատիս եղավ, չգիտեմ ես մեկին կլինի, տեսեք հլը, ինչքան սիրուն է, օղերներ բերեմ, ես դե ես մարգարիտներ սիրում եմ, ես մարգարիտի մեծ մատանիներ ունեմ, որ խանութ բան եմ գնում, նա չեմ դնում, ես մյուս կլոշ բանն եմ դնում, մարգարիտի նման իմիտացիան, և այսպես այս գեղեցիկ մատանին արդեն իմն է, Արմանուշ ջան, շատ շնորհակալություն, հիմա բերեմ օղերներ, տեսնեք ժողովուրդ ջան, ահա օղերներ, փոխեմ օղերներ, ուրեմն Արմանուշը ապրում է Լիոնում, ես իր մասին այլի եմ ասել, կարող եք բաժանորդագրվել միանալ ինստագրամային ալիքին կամ էլ ֆեյսբուքում և արդեն Արմանուշից ձեր ցանկացած ոճի, տեսակի արծաթյա զարդ գնել, շատ գեղեցիկ ինքը զարդեր ունի, բայց չգիտեմ, իմ տեսանյութում ես ասել էի, որտեղից է ինքը հասկացել, որ ես մարգարիտ սիրող եմ, ահա ժողովուրդ ջան, տեսեք ինչ սիրուն են, մոտիկից էլ ես ացույց տամ, հիացեք, որ դուք եք պատվիրեք, տեսեք, շատ շնորհակալ եմ Արմանուշ ջան, տեսանյութը կուղարկեմ ինքն էլ կտեսնի և կարևորը մատանին մատիս եղավ, է թե մատերս հաստ են, բայց հաստ չեն, այո, 16.5-17 համար է, մի ժամանակ 16 էր, ահա, տեսնում եք ինձ սիրուն մատանինը վերստացա և ինչ լավ օր էր այսօր, իսկ հիմա պատասխանեմ հետևորդների հարցերին, բազմիցս եք հարցնում ինչ եմ անում, որ նիհարում եմ կամ նիհարել եմ, ուրեմն ասեմ, առանձնապես հատուկ ինչ-որ բաներ չեմ անում, պարզապես փոխել եմ սննդակարգս և այդ սննդակարգը փոխելուց հետո նաև
երկար տարիներ, որ խնդիրներ ունի աղեստամոքսային տրակտում, մարսողության, խնդիրներ ունեի, դրանք վերացել են ճիշտ սննդակարգից հետո։ Քայլում եմ շատ, ֆիզիկական որոշ վարժություններ եմ անում, մոտ օրերս պիտի սկսեմ այդպես ավելի ինտենսիվ սպորտ անել, ոչ թե ծանրություններ, այլ ընդհանուր մարզանքներ ավելի ռիթմիկ ձևով։ Մի պահ էլ գնացի սպորտ ակումբ, արդեն գիտեք։ Հիմա ուրեմն ճիշտ սննդակարգով եմ զբաղվում, իսկ երբեմն էլ այդպես դիետիկ բաներ եմ անում, այսինքն մի որոշ ժամանակ չիայով, յոգուրտով առավոտյան նախաճաշում եմ, ամեն առավոտ ենթադրենք 10 օր մինիմում, եթե ոչ մի ամիս, ու դրա հետ արդեն հիմնականում ճիշտ սնունդ, քաղցրը հանել եմ։ Չնայած լինում են պահեր, ես շոկոլադ կարող եմ ուտել, բայց պատկերացրեք, որ կարող են շաբաթներ կամ շաբաթ անցնի, օրեր անցնեն, եւ ես քաղցրի պահանջ չզգամ։ Անգամ եթե պահի տակ սուրճս ցանկանամ սև շոկոլադով էլ ուտել, հաճելի չի լինում։ Մեկ իմ պատրաստած կարող է թխված ուտեմ, բայց ոչ կրեմով։ Ճիշտ ասած, որ արդեն հետ էլ վարժվել եմ, թխվածքային այդպիսի բաներ, որ ուտում եմ, ճիշտ չեմ էլ մարսում։ Անկեղծ եմ ասում։ Ուրեմն ճիշտ մրգեր, ճիշտ բանջարեղեն պետք է օգտագործեք։ Բանջարեղենից ես մի պահ էլ հիշում եք, հյութն էի խմում, նեխուրի հյութն էի խմում, վարունգի հետ խառնած, շատ նիհարացնում եմ, վարունգ եմ ուտում առավոտյան, եւ հիմա այս վերջին ժամանակներում ամեն առավոտ ուտում էի վարսակի փաթիլներով շիլա, առանց յուղի, առանց կարագի, թեթևակի աղեանում։ Եթե անտիօքսիդանտ հատապտուղներից ունենում էի, ավելացնում են նաև ելակ, սև հապալած եւ այսպես կամ չոր ինչ-որ մրգեր։ Սրանք հատկապես ձուն եւ վարսակի փաթիլներով շիլան շատ լավ նիհարեցնում են մարդուն։ Կարող եք օգտագործել, պարզապես պիտի մի քիչ ձեզ տրամադրեք այդ ռեժիմը պահպանեք, քաղցրից հրաժարվեք եւ կզգաք արդյունքը։ Ջուր շատ խմեք, օրինակ մարդիկ կան, ես նույնիսկ զարմացել եմ անգամ իմ շրջապատում, որ ջուր չեն խմել, չեմ էլ իմացել։ Իսկ ջուր խմելը մինչև 2 լիտր, 1 լիտրուկեսը, որ պարտադիր է։ Դե ճնշում ունեցող մարդիկ կարող են չչարաշահել ջուրը, բայց հիմնականում ջուր խմեք, գազավորված ըմպելիքներ չի կարելի, ես չեմ ուտում երշիկ, չեմ ուտում նրբերշիկ, չեմ ուտում տոմատ, կամ կետչուպ, կամ մայոնեզ, կամ այնտեղ էլի նմանատիպ սոուսներ, ուրեմն ուտում եմ շատ կաղամբ, կաղամբը նիհարեցնելու հատկություն ունի, ինչպես նաև խոլեստերինը մաքրելու հատկություն։ Ուրեմն սրա հետ միաժամանակ քայլում եմ, շատ եմ քայլում եւ արդեն երևի թե բան չկա, որ ասած չլինեմ։ Հիմա կարող է բաներ կա, որ մոռանամ ասել, բայց ամեն մի վլոգի մեջ, եթե չասեմ, ուրեմն մի քանի վլոգ հետո ասում եմ, որ ինչ եմ ուտում, ոնց եմ անում, որ նիհարում եմ։ Եվ սա ինձ դուր է գալիս նիհար, թեթև եմ ինձ զգում, շատ լավ եմ զգում։ Նաև ավոկադոն ճիշտ է կալորիապես հարուստ է, բայց էլի լավ է, կարելի է օգտագործել, նաև դեմքի խնամքի համար շատ ճիշտ սնունդ կա, որ եթե օգտագործում ես, նաև ընդհանուր տեսքիդ վրա է ազդում։ Այսքանը, այս հարցի պատասխանը։ Մյուս հարցը, շատ եք հարցնում, սա մեր բնակարանն է, թե վարձով եմ ապրում։ Էլի եմ ասելու ասում եմ, մենք ապրում ենք վարձով։ Սա մեր բնակարանը չէ, բայց մեզ այս բնակարանից չեն հանի։ Մենք եթե մեր կամքով դուրս չգանք։ Դրա համար էլ համարում ենք մեր բնակարանը ու արդեն նկատեցիք, որ անցած տարի մենք մեծ վերանորոգում արեցինք, կարգավորեցինք, քանի որ երկար ժամանակ ապրում էինք, մտածում էինք, որ միգուցե այստեղից դուրս կգանք, կամ կգնանք հարավ ապրելու, կամ էլ Հայաստան։ Սա էլ այդ հարցը ժողովուրդ ջան։
Մյուս հարցը տալիս էիք, տվել եք երևի նոր հետևորդներ են, ուզում են ընտանեկան իրավիճակ, իմ մասին, իմ ընտանիքի կամ ընդհանուր երեխաների նման հարցեր էիք ուղարկել։ Իհարկե այդ մասին նորից տեսանյութեր ունեմ, որ դուք պարապ եք մնում, պարտադիր չէ օրվա տեսանյութը նայեք, թերթեք տարբեր ալբոմների մեջ ես տեղադրել եմ ճամփորդություններ, վլոգներ, խմորեղեն, ազգային ճաշատեսակներ, թթուներ, ջեռեփուկներ, մի խոսքով բազմազան ընտրանի առանձին հայկական շերտավոր գաթաներ, ալբոմները կարող եք նայել եւ աղցաններ ամենակարևորը, հələ ինչքան բան եմ արել 5 տարիների ընթացքում շատ եմ չարչարվել ու նման տեսանյութեր եմ նկարել նաեւ ձեզ համար, հիմնականում որպեսզի դուք հեշտությամբ որևէ բաղադրատոմս կարողանաք գտնել իմ ալիքում։ Էլ չեմ ասում, որ տեսանյութերում, վլոգներում երբեմն հենց ցույց եմ տալիս բաղադրատոմսերը, ինչպես եմ պատրաստում։ Ուրեմն ընտանիքի մասին ցույց եմ տվել, էլի կտեղադրեմ տեսանյութի տակ իմ ընտանիքին, ունեմ մի աղջիկ ապրում է Հայաստանում, ամուսնացած եմ, անկավարժ է, ամուսինը բժիշկ է, 2 թոռնիկ ունեմ, մեծ աղջիկ, փոքրը տղա, աղջկա հարսանիքին ենք պատրաստվում ենք, արդեն ասել եմ այդ մասին, այստեղ ապրում ենք միայն ես ու ամուսինս եւ չունենք մեր երկուսի կողմից որևէ հարազատ բարեկամ։ Մենակ ենք, չնայած ունենք լավ ընկերներ։ Շփումը հիմնականում ընկերների հետ է, եթե ժամանակը ներում է։ Էլ ինչ ասեմ, երևի թե այսքանը, ես Հայաստանում աշխատել եմ որպես բանկավարժ, 30 տարի բանկավարժական ստաժ ունեմ, եթե այնտեղ լինեի, դեռ կշարունակվեր արդեն 30 չէ, 41 տարվա, եմ որ ասում 40 տարվա բանկավարժ եմ ու գիտեմ մի պարզ ճշմարտություն, արդեն այդ խոսքերը ես կասեի։ Այդպես ժողովուրդ ջան, ինձ թվում է բավարար բաներ ասեցի, ես տեսանյութը կտեղադրեմ, կարող եք նայել աղջկաս, թոռնիկներիս, անցած տարի որ Հայաստան էի գնացել, նկարելի։ Ինչու շատ չեն երևում, որովհետև չեն ուզում, իսկ ես չեմ կարող պարտադրելով իրենց նկարել։ Ամուսինս չի ուզում, իմ շրջապատի ընկերուհիները, ում հետ ես շփվում եմ, ոչ մեկը չեն ուզում նկարվել, այդ իսկ պատճառով հիմնականում ինձ եք տեսնում։ Եվ ես ձեզ ներկայացնում եմ, մոտիվացնում եմ կոնկրետ իմ նպատակը, որ իմ տարիքի մարդիկ մոտիվացնեին, որ կյանքը դեռ վերջացած չէ, սկզբում որ սկսել է 55+ է ասում, իսկ հիմա 60+ տարիք ունեցող մարդկանց համար կյանքը դեռ առջևում է, երբ փոքր ես թվում է, որ 30 տարեկանն անգամ շատ մեծ է, բայց երբ 30 ես լինում, միգուցե պատկերացնում ես 60-ն է մեծ, բայց 60-ում արդեն հասկանում ես, որ դու դեռ կյանքը չես հասցրել ապրել ու քեզ դեռ բավականաչափ երիտասարդ ես զգում, չնայած արդեն կյանքը, ֆիզիկական տվյալները իրենց անում են, բայց հոգիդ երիտասարդ է մնում, կոնկրետ իմ տարբերակում այդպես է, եւ ուզում ես դու էլ արդեն գիտակցաբար ապրես, որքան հնարավոր է վայելես, սիրում ենք ճամփորդել, ճամփորդում ենք, երբ ազատ ենք լինում, նաև շաբաթ-կիրակի ենք գնում, հիմնականում այստեղ խանութները հեռու են, գնում ենք խանութներ եւ մի ամբողջ օր գրեթե կորցնում ենք խանութներում, ժամանակ է ծախսում դրա համար, դե արդեն մի փոքր մեր ճամփորդությունները մի քիչ նվազեցին այս տարի, չնայած դեպի գնացի տեղ, հիմա կգնանք Հայաստան, շուտով պատրաստվում ենք գնալ Փարիզ, բայց ավելի շատ էին ճամփորդում, մի քիչ դե գիտեք, արդեն Կարենի հետ կապված խնդիրներ եղավ, կամաց վերականգնվում ենք, մեր հին ավանդույթներն էլ կպահպանենք, այնպես որ կարող եք նայել բոլոր տեսանյութերը, շատ տեղեր են գնացել, շատ, բայց այդ ժամանակահատվածում ես դեռ տեսանյութեր չէի նկարում, ուստի տեղեր կա, որ գնացել ենք, էլ նույն տեղը չեն գնալու, դրա համար տեսանյութերում այն երկրներն են, այն տեղերն են, թեկուզ Ֆրանսիայում,
որտեղ որ արդեն մենք եղել ենք, երբ որ արդեն ես ունեցա իմ YouTube-յան ալիքը։ Այսքանը, երևի թե շատ էլ կարևոր տեղեկություններ ասեցի ձեզ, տեսանյութերը կնայեք, գրեք ձեր հարցերը, սիրով կպատասխանեմ, ինձ թվում է հարց չկար, չեմ գրել այս անգամ, մտածեցի, որ կհիշեմ, կպատասխանեմ, ահա, այսքանը, և ինչ խանութ էին ասել, ինչ չեմ հիշում, ինձ գրել են, որ ձեր մոտ այդ խանութը կա, Լիլուն մեր մոտ չկար, հիմա վերնագիրը չեմ հիշում, համարյա բոլոր խանութների անունները գիտեմ, ու շատ խանութներ կան, որ տենց փոքր են, բուտիկներ են, մտնում եմ, այնքան նեղ է, որ չեմ կարողանում նկարել, այդտեղ իհարկե կան խանութներ, Ժողովուրդ ջան, հարուստների համար, և միջին խավի համար, և արդեն վատ ապրողների համար, այնպես որ հնարավորություն է տալիս, որ ամեն մարդ իր գրպանին հարմար գնա այդ խանութները։ Դե ես էլ բնավորությամբ զարմացնելու որևէ մեկին ոչինչ չունեմ, ես կարող եմ միայն մարդկանց զարմացնել իմ կարդացած գրքերով։ Ուրիշ բաներով չեմ կարող զարմացնել, չեմ է սիրում, ապրում եմ հանգիստ, ապրել եմ այդպես, ինչը կարողանում եմ գնում եմ, ինչը չեմ կարողանում, նորմալ եմ համարում, այսքան բան։ Հույս ունեմ կդիտեք տեսանյութը մինչև վերջ, քանի որ մաս եք դիտում կամ կիսատ պռատ, դա վնասում է դիտմանը, եթե ժամանակ չունեք, ավելավ է չդիտեք, իսկ եթե ունեք, դիտեք մինչև վերջ։ Այդքան էլ երկար չեն իմ տեսանյութերը, դիտեք, գրեք ձեր կարծիքը, ելիներս կհանդիպենք։